Նախիջևանում մի քանի շաբաթից ադրբեջանցիները կերակուրներ կսարքեն քոչվոր ցեղերին բնորոշ թաղեվրաններում, որոնք իբրև պատմական Ադրբեջանի, Երևանի ազգային ուտեստներն են։ Կզվարճանան Հորինովի արևմտյան Ադրբեջանի ազգային երգ ու պարի տակ։ Ինքը բավականին մեծ մասշտաբներով է անցկացվում։ Բասար Գեչարը, որ մեր Վարդենիսն է, կամ Գյոյչայը, որ Սևանի ընդհանուր տարածքն է, կամ Զենգեզուրը, որ Սյունիքի մարզն է, այդտեղի խոհանոցը յուրացնում են, ներկայացնում են իբրև տիպիկ ադրբեջանական եւ այդ տաղավարներում դասախոսություններով կամ հյուրասիրություններով փաստացի փափուկ ուժի նման յուրացնում են հայկական մշակույթը եւ դա ներկայացնում են որպես ադրբեջանական, կոնկրետ արևմտյան Ադրբեջանի մասով։ Պահանջը ինչու՞մն է։ Չնայած Հայաստանի իշխանությունը քաղտեխնոլոգների համոզմամբ քարոզարշավի ընթացքում ձայներ չկորցնելու համար կոկորդ է պատրում, թե 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց չկա Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում։ Մեր օրակարգում տենց հարց չկա, մի եկեք ստի բաներ խոսացեք։ Բաքուն շարունակում է անխոչնդոտ առաջ տանել արևմտյան Ադրբեջան զավթողական կոնցեպտը։ Արդեն 3-րդ տարին են Նախիջևանում կազմակերպում վերադարձ արևմտյան Ադրբեջան փառատոն համաժողովը։ Որևէ պահ չի կարելի ասել, որ Ադրբեջանը հեռացել էր արևմտյան Ադրբեջան քարոզչությունը իրականացնելուց թե արտաքին եւ թե ներքին դաշտում։ Հավասարաչափ դա գնում է առաջ եւ դա Ադրբեջանի ռազմավարական նշանակության հայեցակարգերից մեկն է։ 2025-ի օգոստոսի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Փաշինյանի իշխանությունը փորձում էր տպավորություն ստեղծել, թե արևմտյան Ադրբեջան անունն ունեցող համայնքը դադարել է գործել։ Չնայած հենց այդ ընթացքում էլ Ադրբեջանի կառավարությունը շարունակում էր իր պաշտոնական կայքեջում տեղադրել այդ համայնքի հայտարարություններն ու նամակները, ֆինանսավորել միջոցառումները։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին գրեթե 20-ից ավելի կոնֆերանսներ են անցկացվել միջազգային մակարդակով։ Իհարկե, այստեղ չպետք է մենք խափնվենք, որ այդ միջազգայինը, ասենք 10-15 երկրների ներկայացուցիչներ են, ոչ դրանք, որը մի քանի երկրի, ասենք խորհրդարանական ներկայացուցիչներ են, որոնք ձևականորեն ապահովում են իրենց ներկայությունը, Ադրբեջանը դա ներկայացնում է որպես միջազգային կոնֆերանս։ Բաքվի մանկավարժական համալսարանը պարբերաբար հարցումներ է պատվիրում Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնին։ Ամենաթարմ Vox Pop-ի ընթացքում հարցվածների ավելի քան 96%-ը Սյունիքը, Վայոց ձորը, Սևանը համարել է ադրբեջանական պատմական հող։ Մի շարք պետական լրատվամիջոցներ պարբերաբար տարբեր անվանումներով հեռուստատեսային ինչ-որ հաղորդումներ են ներկայացնում, մարդկանց են խոսեցնում որպես ականատեսներ, ովքեր իբր բռնի տեղահանվել են Հայաստանից եւ հիմա անպայման ցանկանում են վերադառնալ, հիշում են իրենց տատիկ պապիկների գերեզմանները, հիշում են ինչ-որ իրենց հարևաններին, որոնց հետ ընկերություն կամ բարեկամություն են արել, եւ դա որպես քարոզչություն արդեն ներքին լսարանին է մատուցվում։ Այս ֆոնին Արցախի հայկականության դուռը շրմփացնելով փակում է Հայաստանի իշխանությունը, մի հարթության վրա դնելով հայրենազրկված արցախահայերի վերադարձի ու Ալիևյան ռեժիմի հորինած ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման հարցերը։ Ու ահաբեկում է իր քաղաքացիներին, եթե չեն ուզում Հայաստանում ապրել ադրբեջանցիների հետ, պետք է մոռանան Արցախ տանող ճանապարհը։ Այս պահին այդ միտումը նկատվում է թե ադրբեջանցիների կողմից եւ թե հայկական կողմից, որ փորձում է ասել հայլային ինչ-որ լռություն, հա, մենք լռում ենք արցախցիների վերադարձի մասին, դուք լռում եք ադրբեջանցիների վերադարձի մասին, բայց դա էլ փաստորեն արդյունք չի տալիս, որտեղ ադրբեջանցիները որևէ կերպ չեն լռում, ընդհակառակը նույն տեմպով գնում են առաջ, նույն ձևով քարոզչությունը տանում են առաջ։ Փաշինյանը, որ հավատացնում է, թե հայ-ադրբեջանական սահմանազատված հատվածներում տեղադրված սյուները Բաքուն ընկալում է որպես մեր կարմիր գծեր, շարունակում է համոզել Ալիևին, որպեսզի ընդունեն համատեղ ճանապարհային քարտեզ վերադարձի թեման զուգահեռ փակելու համար։ Գաներ Մովսիսյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։